հանդիպեց քննադատություն Խորեն Աբրահամյանի հասցեին, իմ սիրած դերասանի, եւ այնտեղ մեկը նշում էր, որ ինքը ամենտեղ գորալով է խաղում, օրինակ ձեզ հարց եմ ուզում տալ, օրինակ ես իմ անուշ Հայաստանը երբ ինքը այդպես համարյա բղավելով էր արտասանում, ինչու էր այդպես անում, ես ուզում իրենց համար ես ինչքան գիտեմ բացահայտենք այդ չէ նախ դա այդ կարոտն է դա եղել է Ամերիկայում համերգի ժամանակ տենց համերգի ֆինալն է եղել որ Աբրահամյանը ինչքան գիտեմ ես ներկա չեմ եղել եւ դա այդ կարոտն է եղել այդ բանն է եղել այդ կարոտն է գորացնում դա ինձ համար այնքան համոզիչ էր ինձ թվում է Չարենցը հենց տենց է գրել եւ ես գիտեմ որ զգուշանում են այդ բանաստեղծությունը այդ կատարումից հետո մտցնել ծրագրի մեջ են մարդիկ ովքեր զբաղվում են ասմունքով դες ուրիշ բան ասեմ որ ոչնչությունները մարդկային մասնագիտական նրանք մեծություն չեն կարող հանդուրժել որևէ արժեքավոր մարդ եւ սկսվեց եթե հիշում եք այս անտերությունը թիրախավորելով ենթալենք փողոցում ես մարդուն, սրան ես մարդուն, բա դու միանում ես մեզ, թե չես միանում, եւ միանգամից Facebook-ում այդ հայոյանքների տարափետ իրանց ֆեյքերը լցնում էին, իրանց ահատները լցնում էին դրա մեջ։ Չի կարող ոչնչությունը համակերպվել նրա հետ, որ կա մեկը շատ չեմ հիշում ով ասում, դե չենք կարող մենք հանդուրժենք, որ բոյով սիրուն տղա է։ Մեր համար արդեն վիրավորանք է, մենք կարճ ենք ու բան, մյուսները այդ բոլոր սիրուն թափով հարուստ մարդը այդ չէ սիրտդ պայթում է այն մարդը տենց է ստեղծվել տենց է իր տվյալները տենց է մեկ երկրորդը բեմում է քո համար երեկոյան աշխատում է ոչնչության համար ընդունելի չի կարա ինքը ոչ մի բան դրա համար Facebook-ը տենց թափով աշխատում է որտեվ այնտեղ կարծիք կարող է գրել ամեն եսի ինչ նա կարող է կարծիք հայտնել նա իրավունք ունի կարծիք հայտնելու ու հեգնելու արժեքավորին